Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջան անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են, այսօր տեղեկացրել է Թուրքիայի պետական Անադոլու լրատվական գործակալությունը։ Անցակետում կառուցվել են սահմանապահ եւ մաքսային գործառույթների համար նախատեսված շինություններ, տեղադրվել են գովազդային պաստառներ, որոնք պետք է խրախուսեն Հայաստանից Թուրքիա ժամանողներին այցելել Իգդիր եւ հարակից շրջաններ, տեղեկացնում է թուրքական լրատվամիջոցը։ Իրանում հակակառավարական ցույցերի ընթացքում արձանագրված զոհերի թիվը հասել է 2600-ի, այս մասին հայտնում են արտերկրում գործող իրանական իրավապաշտպան կառույցները, երկրի ներսում գտնվող իրենց աղբյուրները վկայակոչելով։ Իրավապաշտպանները սակայն զգուշացնում են, որ զոհերի թիվը վերջնական չէ եւ կարող է աճել։ Դեկտեմբերի 29-ից սկիզբ առած ցույցերի ընթացքում ըստ նույն աղբյուրների ձերբակալվել է ավելի քան 18000 մարդ։ Что какая-либо третья сторона Մոսկվան շարունակելու է աշխատել Իրանի հետ, կյանքի կոչելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որևէ երրորդ կողմ չի կարող ազդել Իրանի հետ մեր հարաբերությունների բնույթի վրա։ Այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մեր հարաբերությունները հիմնված են Ռուսաստանի եւ Իրանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Դրանք ծառայում են երկու երկրների եւ ժողովուրդների շահերին, հայտարարել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։ Российской Федерации и Исламской Республики Иран. Ուկրաինայի նախկին վարչապետ ընդդիմադիր Բատկիվ շինակուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել։ Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային գրասենյակն ու հակակոռուպցիոն դատախազությունն այսօր խուզարկել են Տիմոշենկոյի կուսակցության գրասենյակը։ Խուզարկությունից հետո նախկին վարչապետին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել։ Իրավապահները պնդում են, որ Գերագույն Ռադայում կարևոր քվեարկություններից առաջ Տիմոշենկոն եւ նրա կողմնակիցները փորձել են կաշառել իշխող մեծամասնությունը ներկայացնող օրենսդիրներին։ Кошти номіналом попередньо $100. Արդեն հաջորդ ամիս փետրվարի 6-ին Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում, այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, այս քայլը մեջբերում Փարիզի կողմից քաղաքական ազդակ որակելով։ Գրենլանդիան չի ցանկանում որևէ մեկի սեփականությունը լինել, կառավարվել Միացյալ Նահանգների կողմից կամ դառնալ Միացյալ Նահանգների մաս։ Գրենլանդիան արդեն իսկ կատարել է իր ընտրությունը հօգուտ Դանիայի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության, նշել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը։